կարճահասակ հերոսներ են, եթե անգամ ակնոցակն են, դժվար թե նրանց տեսնեն, նրանք այնքան փոքրիկ են, կարծես գոյություն չունեն, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ-շատ մեծ, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ-շատ մեծ, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ-շատ մեծ։ Ջեռոցը Ուշադրություն մահացու համար։ Նկարգանույք։ Ես նոլիկը չեմ, ես ակրոբատ եմ։ Կընկնես, չեմ ընկնի։ Բա ոնց, միշտ ինչ-որ փորձանքների մեջ ես ընկնում, իսկ ես հետո ստիպված եմ լինում օգնել քեզ։ Վայ, ընկնում եմ։ Դիմացիր։ Վայ, ես կատակեցի։ Նոլիկ, դու դմբո ես։ Ոյ։ Սիմկա, շպուլյա, մենք այստեղ ենք։ Եվ մեզանից ով փորձանքի մեջ ընկավ, ծիծաղելու ոչինչ չկա, օգնել ձեզ, առանց քեզ էլ գլուխ կհանենք, չէ՞ շպուլյա։ Ինչպես կցանկանաք, դե ես վազեցի, պետք է դուրս գալ այստեղից։ Դիմդիմիչի մայրիկն է, թաքնվեցինք։ Նոլիկ, ժամանակին եկար, նստիր ման տամ։ Որտեղ ենք մենք։ Ջեռոցի մեջ։ Այստեղ գեղեցիկ է և ոչ էլ շոկ է։ Հրաշալի է։ Առայժմ շոկ չէ։ Ջեռոցը դեռ նոր է սկսել տաքանալ։ Ջեռոցը դա տաքացվող փոքրիկ պահարան է։ Այստեղ այնպիսի տապ է լինում, որ կարելի է հեշտությամբ տապակվել։ Ըստ էության, ջեռոցը պետք է հենց դրա համար։ Սրա մեջ միս են տապակում և կարկանդակներ պատրաստում։ Կան ջեռոցներ, որ տաքանում են գազով, մյուսները էլեկտրականությամբ։ Դրանցում հատուկ էլեկտրական տաքացուցիչն ինքնուրույն շիկանում է և տաքացնում շրջապատը։ Զգույշ եղեք։ Տաք ջեռոցը կարող է ցավալի այրվածք հասցնել։ Շոկավուն է դառնում։ Պետք է արագ դուրս գալ այստեղից։ Սիմկա, մենք հիմա կտապակվենք։ Այո, և կստանանք ֆիքսիկներով կարկանդակ։ Ես չեմ ուզում։ Իսկ ես ինչ է ուզում եմ։ Իմ բռնվիր։ Զգույշ, կընկնես։ Դիմդիմիչ, դու կարծես Սիմկան լինես։ Նա էր այդպես ասում և ինքն էլ ընկավ, ուղիղ խմորի մեջ, շպուլյայի հետ միասին։ Ինչ է, մայրիկի կարկանդակի մեջ։ Ահա, երևի մինչև հիմա չեն կարողանում դուրս գալ։ Դիմդիմիչ, կարկանդակը պատրաստ է, փորձել չես ուզում։ Դե որտեղ են նրանք։ Գուցե նրանք պտտակ են դարձել և այժմ կարկանդակի մեջ են։ Եկ փնտրենք։ Այդ ինչ ես անում։ Նորմալ կեր։ Զգույշ ատամներդ չկոտրես։ Հինավուրց կացարաններում առաջին սալոջախները սովորական կրակով փոսեր էին։ Կրակուրը պատրաստվում էր կրակի ածուխների վրա, հետո փոսը փոխարինվեց վարարանով։ Յուրաքանչյուր տուն ուներ վարարան, քարե, կավե, թուջե։ Վարարաններում այրում էին փայտ կամ ածուխ։ Դրանցից ստացված ջերմությամբ հնարավոր էր լինում եփել ապուր կամ փխել կարկանդակ։ 19-րդ դարում հայտնագործեցին գազօջախները։ Այն իհարկե շատ ավելի հարմար է փայտի վարարաններից։ Գազը բռնկվում է մի ակնթարթում, իսկ մի քանի րոպեի ընթացքում եռում է ջուրը։ Սակայն գազի օգտագործումն անվտանգ չէ։ Եթե խողովակներն ասարք լինեն, գազը կարող է պայթել։ Այլ բան է էլեկտրական սալոջախը կամ ջեռոցը։ Կրակ որպես այդպեսին չկա այստեղ, սակայն դրանք գերազանց եփում, տապակում և թխում են։ Դիմդիմիչ, չես պայթի։
Այնքան համեղ կարկանդակ է։ Անընդհատ ուտել եմ ուզում։ Սամի դիմդիմիչ։ Ուֆ, էլ չեմ կարող։ Իսկ դուք ինչ եք անում այստեղ։ Ինչպես թե ինչ։ Ձեզ եք փրկում։ Ուրեմն դու կարկանդակի մեջ չեք։ Այդ դեպքում ինչու կերա այն։ Գրեթե ամբողջովին։ Երևի այն պատճառով, որ լավ ընկեր ես։ Ահա։ Լավ ընկեր։ Շատ ընտիր ախորժակով։